նա ուրեմն առաջին հայն է, որ ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման է արժանացել, եւ նա միակն է այդ երկուսից, որ հենց պատերազմի ընթացքում է արժանացել այդ կոչմանը, նա առաջինը ստացել է 42 թվականի հոկտեմբերին դեռևս, այսինքն Օդեսայի մարտերից հետո Լենինգրադում առաջին մարտեր եւ այս կոչումը ստանալով, հերոսի կոչում ստանալով անցել էր էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնին եւ երկրորդը արդեն ստացել է հետմահու եւ դեկտեմբերին 44-ի խոցվելուց հետո 45-ի արդեն մարտի 6-ին արժանացել է երկրորդ կոչմանը ԽՍՀՄ հերոս կրկնակի մինչև հայրենական մեծ պատերազմի ավարտը նա արդեն ԽՍՀՄ կրկնակի հերոս էր եւ երրորդ փաստորեն հանգամանքը նրան եզակի դարձնող նա առաջին մարտն էր ԽՍՀՄ-ում ով չլինելով արևելասլավոնական 3 ժողովուրդներից, այսինքն ռուս, ուկրաինացի, բելառուս, արժանացել է ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման։ Սա Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։